Մինչև ես։ Վրաստանի նոր իշխանությունները հասկանում են, ճիշտ է, իրանց համար դժվար է այս պարագայում լինելով Թուրքիայի Ադրբեջանի միջև ճանաչել ցեղասպանությունը, սակայն այն մեժելը նույնպես հանցագործություն է, ինչպես դա անում է Սաակաշվիլի ռեժիմը։ Հետո այստեղ մի կարևոր հանգամանք կա, վրաց ժողովուրդը այն ժողովուրդն է, որը ինչպես հայերը, Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, հույները, մի խոսքով Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա ժողովուրդների հետ մեկտեղ վրաց քրիստոնյաներն են, ով դժվար Օսմանյան կայսրությունում ապրող։ Այս որոշ տվյալների մինչև 300,000, ավելի 300,000-ից ավելի վրացիներ են զոհդարել այդ քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում ապրելու եւ ինչ է ուրեմն վրացիներն նույնպես պետք է մոտիկ լինի վրացիների սերտին, մեր ցավը, հայերիս ցավը, իսկ ոչ թե նրանք մեզ են։ Ուղղակի այստեղ այն է բանը, որ չեմ մեղադրում, որովհետև ինչպես Թուրքիայում տաբու է դրված հայոց ցեղասպանությունից խոսելու, Վրաստանում էլ տաբու է դրված անգամ իրենց վրաց ժողովրդի ջարդերի մասին խոսելու։ Այսօր շատ քեչեր են իրավասարական, որ խոսեին, թե ասենք Օսմանյան կայսրությունում եղել է վրացական ջարդեր, շատ քեչեր են խոսում, դրա համար չենք մեղադրում։ Ելույթ մնաց հայոց ցեղասպանություն։ Հա, չենք մեղադրում, իրանք չեն համարձակվում։ Բայց այսօր փոփոխություն, դրական փոփոխություն կա, նոր շեշտեմ, Վրաստանի մտավորականության առաջադեմ մասը։ Իրենք խոսում են արդեն բարձրացնում են հայոց ցեղասպանության մասին, խոսում են իրենց ջարդերի մասին, ասում են, որ իրական բարեկամություն, իրական վրաց-թուրքական հարաբերություններն առաջ պետք է այս ամեն ինչը, այս պատմական անցքերը կոչվեն իրենց անուններով, փոփոխություններ կա, դրական փոփոխություններ։ Պարոն Չախալյան, մենք հարցել ձեզնից, ինչպես է հիմա ձեզ զգում արդեն եւ իշխանությունների հետ կապված ինչ խնդիրներ ունեք, ինչպես լուծվեցին այդ խնդիրները։ Ձեր Վրաստան։ Առողջականից բողոք չունեմ, լուրջ բողոքներ չունեմ, թեթև բաներ, պրոբլեմներ, խնդիրներ հայտնաբերեցին վերջինները, բուժում եմ, դեղեր խմում, բայց այսինքն լուրջ վիրահատական միջամտության կարիք չկա, արկածություն։ Ուրեմն Վրաստանի իշխանությունները այսօր փաստորեն իշխանել որ չէ, իշխանություն է Վրաստանը փաստորեն։ Իշխանության որ հատվածի մասին եք։ Երկու հատվածների մասին էլ ասենք։ Ուրեմն նոր հատված է։ Փորձում է բուժել այն վերքերը, այն բաները, որը որ թողել է Սաակաշվիլի ռեժիմը։ Տեսեք, այստեղ հետաքրքիր ինչն է, որ երբ մենք տարիներ առաջ բարձրացնում էինք, որ Սաակաշվիլի ռեժիմը ամեն ինչ անում է հայաթափելու համար ջավախ կա, եւ այդ հայաթափում է ոչ թե Վրաստանի վրաց ժողովրդի շահերից ելնող, Վրաստանի պետականության շահերից ելնող, այլ երրորդ ուժի։ Ասում էինք, որ դա ամենալուրն է թուրք-ադրբեջանական կապիտալի միջոցով, թուրք-ադրբեջանական օգնության միջոցով, այն ժամանակ այստեղ շատեր ասում են, երիտասարդների տակլոկները, այսօր հենց Վրաստանի իշխանությունները, նոր իշխանությունները ասում են այն, ինչ մենք ասում էինք 5 տարի առաջ, որ Սաակաշվիլի ռեժիմը հանցագործություն է կատարել ջավախնության հանդեպ, նրանք նաև ընդունում են մեր պահանջները, նրանք հասկանում են, որ այսօր հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու անհրաժեշտություն կա, եթե ցանկանում են, որ մեր ժողովուրդը բնական զարգացում ունենա իր ճանաչողայրում մեր տարածաշրջանային լեզվի կարգավիճակից բանը կա, հայկական բարձրագույն ունենալու, բարձրագույնական հասարակություն ունենալու կարիքը կա, իրենք չեն մեր, իրենք ասում են ժամանակը կա։ Հիմա Սաակաշվիլուց ինչ ասեմ, Սաակաշվիլուն բոլորովին պատահական չէ, որ հենց նախագահի ինագուրացիայի օրը ինքը այցելեց Թուրքիա։ Սաակաշվիլուն ոչ ոք պատահական չէ։ Ինքը չայցելեց Հայաստան ու վարձեց Թուրքիա։ Մնացած ինչ ասեմ, ու Աթաթուրքի բանին ծախելս։ Իսկ նոր իշխանություններից այնուամենայնիվ ձեր սպասելիքները ինչ հույսեր կան։ Սպասելիքները գիտեք ինչ, այդքան էլ միամ չեմ որ մեծ սպասելիքներ ունեմ։ Հետո էլ ասում եմ մեխանիկական բարձրաձայն եմ սպասելիքներս, մի քիչ անգարում է վրացական քաղաքական դաշտը վերջի 20 տարիների ընթացքում ու քաղաքական գործիչներն են շատ իրենց բանը
ստելը, հարասարական գործիչներն էլ շատ անհետևողական են իրենց խոստումների մեջ, բայց ուսադրող այն է, որ նոր վարչապետը ավելի նոր որակի քաղաքական գործիչ, ավելի ինքը քաղաքական գործիչ չէ։ Բիզնես գործարար դաշտից է մետը քաղաքական դաշտ, ինքը քիչ շատ հայտնի է իր խոստումնապահությամբ, բայց իրանց հատկանիշների հետ, իրանց անձային հատկանիշների հետ հույսեր կապելը շատ անհատական հատկանիշների հետ հույսեր կապելը շատ բան է։ Մենք պիտի համախմբված լինենք, մենք պիտի հետևողական լինենք մեր պահանջների մեջ, ամեն օրի աշխատանքների շնորհիվ, ամեն օրվա իհարկե, այս բոլորը երկխոսության միջոցով հասնենք մեր նպատակների, դա պետք է հասկանանք, որ նվազագույն է ճավախահայության, որպեսզի ճավախահայությունը մնա իր ծանոթավայրում, իր օջախում, նվազագույն է, որ գոնե ապահովի հայերեն լեզվի օգտագործման համահավասար վարացերն չենք ասում, վարացերն չենք հայերեն լինի, բայց ուղղակի երբ հայերեն լեզվով ասենք դատավարություն է գնում, վարացին չարկելի է հայերեն լեզվով դատավարությունը, երբ վարացին չիմացողը հայերեն լեզվով նամակ է գրում իշխանություններին տեղական իրան պատասխան են հայերեն լեզվով, որ ինքը հասկանա ինչի մասին է որ խոսքը, երբ օրենքներ են հրատարակվում, հայերեն լեզվով հրատարակվում, որ մեր բնակչությունն էլ հասկանա թե ինչ օրենքներ են, ինչ կարողանա իր իրավունքները պաշտպանել հայերեն լեզվով։ Սրա մասին է խոսքը, ավելի ոչ բան։ Իսկ հիմա դուք ինչ գործունեությամբ եք զբաղվում եւ ձեր տեղաշարժվելու իրավունքը նորմալ է, ազատ եք։ Ճնշումներ չունեք ձեր վրա։ Չէ, ճնշումներ այնքան բան է, որ այսինքն Սաակաշվիլի կողմից է հակահայ քարոզչության, Սաակաշվիլի ռեժիմի կողմից տալով հակահայկական քարոզչության այս ֆոնում ոնց որ ասում են առաջին գիծ եմ ընկել ամեն մի ելույթից հետո անպայման Չախալյանը շեշտում է սրա հետ կապված այսինքն մի քիչ մտահոգություններ կա որ Վրաստանի խորքերում ասենք ինչ-որ մի ծայրահեղական, ասենք ծայրահեղական խայլի տիպի դա կա իսկ ընդհանրապես այս վտանգ չէ Իսկ ինչ ժամանակ է Երեք Ապրիլ 24-ի Երբ եք վերադառնա, թե չեք գնալու Վրաստան։ Չէ, գնալու։ Հիմա կոնկրետ ինչով եք զբաղված, չասեցի։ Չէ, այսօր չէ, ընդհանրապես։ Իսկ գալուց հետո գիտեք ինչ, ասենց էլի, հա։ Եթե գաղտնիքը մեզ։ Չէ, գաղտնիքը չեմ ասի, բաները չեմ ասի։ Հա, շատ բաներ են խլել մեր ձեռքից։ Այսինքն զրոյից ամեն ինչ չպիտի սարքենք էլի։ Քանդված կազմակերպությանը քանդվե պարակտված զում, ահավոր շենքային պայմանները լրիվ զարոյականացված, լրիվ արգրավել են, ռադիոն, շենքը, մարզասրանները, ամեն ինչ էլի։ Ախր չեք իմանում ճանապարհը, մեկը դիմնատու։ Երբ եք վերադառնալու, պարոն Չախալյան։ 27-ից հետո։ Շատ շնորհակալ